Պարոն Խաչատրյան, իսկապես կարևոր փոփոխություններ ենք անում, որովհետև ես կարծում եմ, որ երեխա պետք չի ունենալ գումար ստանալու համար, այլ պետքա գումար ստանալ որպես աջակցություն, երբ երեխա ենք ունենում։ Եվ այս նախագիծը նաև դրան է միտված, եւ իսկապես հատկապես մեծ աջակցության կարիք ունեն առաջին կամ երկրորդ երեխաների ծնվելու պարագայում ընտանիքները, եւ մենք մեր տարբեր քաղաքականություններով դրան հիմա փորձում ենք նպաստել, եւ սա այդ նպաստող նախագծերից մեկն է, որովհետև միայն սոցիալական կամ ծննդյան միանվագ կամ երկարաժամկետ նպաստով դա չի իրականացվում իհարկե։ Այս իմաստով շատ կարևոր է փոփոխությունը, որ մենք հատկապես առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 300,000-ից դարձնում ենք 500,000 դրամ եւ իհարկե երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում դարձնում ենք այն պարբերական, որովհետև ընտանիքը պիտի նաեւ այսպես կանխատեսելի լինի իր համար, հա, երեխայի խնամքը, ապագան եւ այլն, եւ նաեւ նշենք, որ մենք 500,000 դրամի միանվագ աջակցությունը ծննդյան կապակցությամբ ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, այսինքն այն ծնողների համար, որոնք արդեն երեխաներ են պլանավորել կամ որոնք արդեն կծնվեն, շուտով կծնվեն, այս երեխաներին որևէ կերպ չի առնչվի նախագիծը, նորից մեր քաղաքականությունը կանխատեսելի դարձնելու նպատակով, սա եւս ուզում եմ շեշտենք։ Ահա, դե քաղաքացիությունը հասկանալի է։ Հիմա մի քանի հարց ունեմ եւ իհարկե վերջին մեկնաբանությունը կուզեի անել կապված անկանխիկների հետ, անկանխիկ վճարումները իհարկե ես էլ եմ կարծում, որ մենք ունենք քաղաքացիներ, որոնք դժվարություններ ունեն, բայց այս դժվարությունները լուծելը մեր խնդիրն է, այսինքն մենք ես ցավոք պիտի նշեմ, որ սոցիալական համակարգում կամ անկանխիկի մենք գնում ենք առաջ, բայց թույլ տվեք ասել բանկային համակարգը կամ տնտեսվալողները չեն հասցնում այս փոփոխությունների հետևից, որովհետև նույն խանութները, այն առևտրի կենտրոնները, որոնք պիտի նաև վճարումներ իրականացնեն անկանխիկ եղանակով եւ որոնցից պետք է օգտվեն առաջին հերթին մեր թոշակառուները, նույնիսկ Երևանում դա պատշաճ կերպով չեն իրականացնում, այլ չեմ խոսում մարզերի մասին եւ մեզ ինձ քաղաքացիները բազմաթիվ նամակներ են գրում հենց այդ առիթով, որ լավ, մենք ստացանք այդ քարտով գումարը, բայց միևնույնն է իրենք պիտի հետո դա կանխիկացնեն, որովհետև իրացնելու հնարավորություն չունեն։ Եվ այս մասին մենք պիտի խոսենք ու բարձրաձայնենք, որովհետև այլ մեր մյուս ոլորտներում չեն հասցնում այս բարեփոխումների հետևից։ Եվ ես կարծում եմ, որ սրա առաջին հերթին տուժողը չպետք է լինի բնականաբար քաղաքացին։ Այս մասով մենք խնդրում եմ, որ հնարավորինս ակտիվ համագործակցենք։ Հարցերս ես ճիշտ հասկացա, պարզաբանումներ եմ, հա, ուզում, որպեսզի էլի հասկանալի լինի մեր քաղաքացիներին։ Երեխայի ծնունդը գրանցելը եւ քաղաքացիություն ստանալը արդյոք համարվում է նույն բանը։ Այսինքն եթե երեխայի ծնունդը գրանցել են ծնողները, դա կլինի հյուպատոսական մեր ուրեմն հյուպատոսարանում այլ երկրում թե այլ երկրի ուրեմն իրենց ընթացակարգերով, արդյոք սա նշանակում է, որ երեխան արդեն կամ Հայաստանի Հանրապետության կամ տվյալ երկրի քաղաքացի է, թե սա պարզապես ընթացակարգ է, որին պետք է հաջորդի քաղաքացիությունը, ես տեսա նաև մեր Տիկին Տիգրանյանի առաջարկը անձնագիր ստանալու մասով, սա արդեն հասկանալի է, որ քաղաքացիության մասին է, հա, այս մասով կուզեի պարզաբանում անենք, որ քաղաքացիություն ստանալ, այսինքն ինչ է նշանակում, ինչ գործընթաց պիտի քաղաքացին անցնի, որ կարողանա դրանից հետո դիմել միանվագ ծննդյան գումարի համար, եւ եթե երկքաղաքացի է օրինակ, այս դեպքում էլ ինչ տարբերակներ կան, հա, երկու երկրներն էլ կամ գուցե երեք երկիր էլ ունի իր գործընթացը, ընթացակարգերը միանվագ վճարման քաղաքականությունը։ Այս մասով մենք չենք բացառում, որ երեխան կարող է օգտվել բոլոր պետությունների երաշխիքներից։ Եվ երրորդս մի փոքր տեխնիկական խմբագրական առաջարկ է, ես առաջարկում եմ տեղեկատվություն բառը բոլոր մասերում փոխարինել տեղեկություն բառով։ Շատ տեղերում, այսինքն ամբողջ նախագծում, սա ուղղակի տեխնիկական առաջարկ, այսքանը պարոն Խաչատրյան, կարծես թե։
Եվ մի հատ մի հարցել, եթե ճիշտ եմ հասկացել, Տիկին Տիգրանյանի առաջարկով այստեղ մենք արդյոք հանել ենք ամբողջությամբ։ Իմ հարցը հետևյալն էր, որ պայմաններից մեկը վճարելու հանդիսանում է այն փաստը, որ օտար երկրում երեխան չի ստացել միանվագ ծննդյան աջակցություն։ Այսինքն, եթե որևէ այլ երկրում ստացել է միանվագ ծննդյան վճար, աջակցություն, Հայաստանի Հանրապետությունում նրան չեն տրամադրում։ Առաջին առաջարկն է Տիկին Տիգրանյանի ամփոփաթերթում, Տիկին Տիգրանյանի առաջարկներում ես արդյոք ճիշտ եմ հասկացել, որ մենք այս դրույթից հրաժարվում ենք, ինչու, որովհետև ես էլ եմ ուզում սա առաջարկել, որովհետև սա կարևոր է այն իմաստով, պարոն Խաչատրյան, հա, եթե հանում ենք, ուղղակի ուզում եի համոզվել, հանում ենք թե ոչ, որովհետև իսկապես սա նաև տեխնիկապես վարչարարության իմաստով բավականին խնդրահարույց է, սա ուզում ճշտել, մերսի։ Սկսեմ ամենասկզբից կապված անկախիքների հետ ձեր դիտարկմանը, այո, մենք ենք պարբերաբար մեր բարձրաձայնումները կատարում թե պետական եկամուտների կոմիտեի եւ թե կենտրոնական բանկի մեր գործընկերներին, որ բոլոր տնտեսվարողներին նախ հետևեն, որպեսզի պատշաճ ապահովված լինեն անկախիկ գործարք կատարող սարքերով եւ հետևեն նաեւ, որպեսզի տնտեսվարողները չխուսափեն քարտերով վճարումներ ընդունելուց։ Պետք է ասեմ, որ սկզբնական շրջանում ինքը բավականին մեծ տարածում ուներ այդ խուսափումները եւ այդ աշխատանքները էական արդյունքներ են տվել եւ մեր դիտարկումները ցույց են տվել, որ դրանք էականորեն նվազել են, չնայած իհարկե դեռ գոյություն ունեն եւ կարծում եմ այստեղ քաղաքացիներն էլ իրենց ձայնը պիտի բարձրացնեն, որովհետեւ նախ եւ առաջ դա իրենց օրենսդրական իրավունքն է եւ որևէ տնտեսվարող իրավունք չունի մերժի եւ անկախի գործառույթների մասին օրենքով սա նույնիսկ վարչական տուգանք է առաջացնում, ինչին պետք է հետևեն եւ երկրորդը սա քաղաքացիների համար որոշակի ֆինանսական ակնկալիք է ձևավորում հետվճարի տեսքով, ինչը կարծում եմ լրացուցիչ առիթ կամ պատճառ է, որպեսզի քաղաքացիներն իրենց հերթին իրենց իրավունքները բարձրաձայնեն, նույնիսկ այսպես ասած ճնշում գործադրեն, որպեսզի տնտեսվարողները իրենց օրենսդրական իրավունքը պատշաճ իրացնեն։ Կապված քաղաքացիության հետ, ուրեմն երեխան երբ ծնվում է այլ երկրում եւ որևէ կերպ չի փաստաթղթավորվում, չնայած նա, եթե երկու ծնողները քաղաքացի են, համարվում է քաղաքացի, բայց սա ընդամենը համարվում է եւ որևէ շտեմարաներում գրանցում չի ստանում։ Հետևաբար մենք, քանի որ վճարումները պիտի կատարենք, այսինքն իրավունքը հաստատենք տեղեկատվական շտեմարաններից ստացած տվյալների հիման վրա, այս դեպքում դիմելու ժամանակ իրենք կստանան մերժում, որտեղ որևէ տվյալների բազայում այդ երեխայի վերաբերյալ տեղեկատվություն տվյալ չենք ունենալու եւ այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք, որպեսզի ավելի շուտ առաջարկում ենք, որպեսզի ծնունդը կամ գրանցիքը գաք համակարգում եւ այդպիսով շտեմարանում ունենա իր վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, որը միաժամանակ նաեւ կարտացոլվի բնակչության պետական ռեգիստրում կամ Հայաստան վերադառնալուց հետո ըստ Տիկին Տիգրանյանի մենք աշխատանքային կարգով քննարկենք առաջարկության փաստաթղթավորվի, այսինքն 1 տարի ժամանակ կա, որ երեխայի վերաբերյալ փաստաթղթավորում ունենա պետական շտեմարանը, այսինքն անձնագիր օրինակ ստանա 1 տարվա ընթացքում եւ այդպիսով կունենանք շտեմարաններում իր վերաբերյալ տեղեկատվություն, ինչն էլ արդեն հնարավորություն կտա հաստատել իր նպաստը միանվագ, քանի որ ունենք մեր տեսադաշտում երեխայի տվյալները։
Եվ դա չենք կապում այլ պետությունում իր համար ստացված կամ վճարված նպաստի հետ։ Այո, որովհետև գործնականում դա մի քիչ անվերահսկելի բան է եւ քանի դեռ մենք ամբողջ աշխարհի հետ բոլոր պետությունների հետ չունենք պայմանագիր, թե որն է համարվում նպաստ մեր եւ այդ տեղեկանքների իսկությունը կամ արժանահավատությունը բնականաբար չի կարող հաստատվել, ուստի մենք առաջարկում ենք դուրս բերել եւ քանի որ երեխայի քաղաքացիությունը մեզ համար դարձնում ենք պարտադիր պայման, այնտեղ ստանալը մեզ շատ պետք է կարծում չհետաքրքրի, նույնը վերաբերում նաեւ երկքաղաքացիության դեպքում, այսինքն երեխան ունի երկքաղաքացիություն, այլ երկրի քաղաքացիություն թե ոչ, մեզ համար պարտադիր է որ լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու պատշաճ փաստաթղթավորված լինի այդ փաստը։ Կարծում եմ պատասխանեցի ձեր բոլոր հարցերին։